Սահմանի վրա նույնն է։ Չնայած Գազպրոմ Արմենիայի ղեկավար Վարդան Հարությունյանը օրերս հավաստիացրեց, որ գազի սակագնի հայտնի իջեցումից ավելին հնարավոր չէ անել, սակայն պարզվում է 2009 թվականին ռուսաստանյան մոնոպոլիստը գազը հայ-վրացական սահմանին գնում էր ավելի թանկ, քան այսօր, իսկ բնակիչներին վաճառում էր անհամեմատեժան, քան վաճառելու է հուլիսի 1-ից։ 2009 թվականի ապրիլի 1-ից բնական գազի թանկացումից հետո Հայ-Ռուսգազարդ ընկերությունը հայ-վրացական սահմանին գազը ձեռք էր բերում 1000 խորանարդ մետրը $154, իսկ բնակչությանը վաճառում էր 264-ով։ Այս տարվա ապրիլի 1-ից Գազպրոմ Արմենիան, որը Հայ-Ռուսգազարդի իրավահաջորդ ընկերությունն է, հայ-վրացական սահմանին բնական գազը գնում է ավելի էժան 1000 խորանարդ մետրը $150, իսկ հուլիսի 1-ից բնակչությանը վաճառելու է ավելի քան $305։ Թե ինչու է այդպես, Գազպրոմ Արմենիայից օրվա ընթացքում չարձագանքեցին Ազատության գրավոր հարցմանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ին որոշեց ընդամենը 9 դրամով նվազեցնել գազի սակագինը բնակչության համար։ Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը այդ օրը լրագրողներին հավաստիացնում էր, ընկերությունից ավելին մի պահանջ է։ Գազպրոմ Արմենիան այո առաջարկը ներկայացրել է եւ եթե առաջարկը հիմնավոր չլիներ, այստեղ աշխատում են բանիմաց գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե հնարավորության դեպքում իրենք էլ հասկանում են, որ դա է մաքսիմալը։ Այսինքն տեղում եք տեղավորվելու մաքսիմալը դա է եղել։ Ինչ որ արվել է, դա մաքսիմալն է։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով նախորդ 2 տարիներին բնական գազի միջազգային գինը նվազել է գրեթե 3 անգամ եւ այդ ֆոնին ռուսաստանյան մոնոպոլիստի կողմից Հայաստանում գազի գնի չնչին նվազեցումը մեղմ ասած անլուրջ է։ Այսօր Սլովակիան սպառում է ավելի էժան գազ, բայց Սլովակիան թողենք իրենց մի կողմ։ Մենք նույն ստատուսն ունենք, ոնց որ Բելարուսը, ավելի լավ ստատուս ունենք, քան Մոլդովան, բայց Բելարուսն էլ Մոլդովան էլ մեզից էժան են գազը վարում։ Մոլդովան մի քանի $։ Համացան համար ասեմ Բելարուսում գինը մեր 305-ի դիմաց այնտեղ 180 է, Ռուսաստանում 105 է, Ղազախստանում 80 է, Ղրղստանում 220։ Հասկացաք։ Բնակիչների համար։ Նորից եմ խոսում միայն բնակիչների համար։ Բագրատյանը ընդգծեց, հայաստանյան շուկայում Գազպրոմի մոնոպոլ վիճակը թույլ է տալիս ընկերությանը գին թելադրել, իսկ Հայաստանի կառավարությունն էլ ամբողջովին վաճառելով Գազպրոմ Արմենիայում իր բաժնե մասը զրկվեց ընկերության գործունեությունը վերահսկելու հնարավորությունից։ Այդ ամենի հետևանքով ըստ Բագրատյանի, եթե օրինակ Բելարուսում սահման սպառող հատվածում գազի գինը ավելացվում է $20, Ուկրաինայում 22, ապա Հայաստանում մոնոպոլիստը սահմանին գազը գնում է $150, ավելացնում $155 ու վաճառում բնակչությանը։ Այսօր առավոտյան գինը, ֆյուչերս գինը համապատասխան բիրզաներում 259 էր 1 BTU-ի համար։ Դա մոտավորապես կազմում է $81։ 1000 խորանարդ։ 1000 խորանարդ։ BTU-ն, այն BTU-ն ստանդարտով, որը մենք ունենք։ BTU British Thermal Unit։ Այն, որ Հայաստանում շատերը գոհ չեն նման իրավիճակից նորություն չէ։ Նորությունն այն է, որ դժգոհության ձայներ են սկսել լսվել նաև կառավարությունում։ Վերջերս լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագիրը պետք է վերանայել։ Կապակցել այս հումքի գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում այս նույն հումքի գների հետ։ Սա նշանակում է վերանայել նաև համաձայնագիրը։